Ողջույն բոլոր ժողովուրդ, ձեր տեմքի ես Ալեքսը ու դու գտնում եք իմ Alex TV YouTube-ն ալիքում։ Այսօր նկարում եմ ձեզ համար հերթական շատ բոմբ ու հետաքրքիր վիդեոն, որի վերնագիրն է Կատարիր առաջադրանքը, որ չպատժվես challenge։ Այսօրվա տեսանյութում ես պտտելու եմ հաջողության անիվ, որում գրված է լինելու մի քանի առաջադրանքներ կապված PlayStation-ի հետ։ Պատկերացնենք, որ պտտեցի հաջողության անիվը եւ մեզ ընկավ մեր բոլորի կողմից հայտնի Minecraft խաղը, որում որ ես պետք է գոյատևեմ օրինակ 1 գիշեր։ Եթե ես չեմ կարողանում գոյատևել 1 գիշեր, ապա պտտում եմ արդեն անհաջողության անիվը եւ տեսնում թե ինչ պատիժ պետք է կատարեմ առաջադրանքը չկատարելու դեպքում։ Սակայն եթե ես հաղթում եմ, այսինքն գոյատևում եմ 1 գիշեր, ապա ես ստանում եմ որոշակի գումար։ Կարծում եմ բավականին հասկանալի բացատրեցի։ Այսօր մեզ սպասվում են շատ հետաքրքիր առաջադրանքներ եւ շատ հետաքրքիր պատիժներ։ Տեսանյութը դիտեք մինչև վերջ, որպեսզի տեսնեք, թե ինչ պատիժներ կատարեցի ու հաջողվեց ինձ մոտ կատարել բոլոր առաջադրանքները, թե ոչ։ Դե ինչ, դուք բաժանորդագրվեք ալիքին, դրեք լայք, փորձենք այս տեսանյութից հետո հասնենք 20000 բաժանորդ, իսկ մենք հասնում ենք վիդեոին, գնացինք։ Պատտենք անիվը եւ տեսնենք, թե առաջինը որ խաղում եւ ինչ առաջադրանք ենք կատարելու։ Так, պատտում ենք հաջողության անիվը եւ տեսնենք թե որն է առաջին առաջադրանքը։ Так, որն է FIFA թե UFC knockout։ Так, լավ։ Ես պետք է մինչև ժամանակի ավարտը ավարտեմ մենամարտը նոկաուտով։ Так, արդեն սկսվում է, շատ հուսով եմ, որ կկարողանամ նոկաուտով վերջացնել։ Ինչպես տեսնում եք, ես խաղում եմ կոպիտ ասած հենց ինձանով, իսկ իմ հակառակորդը Դեն Հուքերն է, ինքը վստահ եմ գիտեք Արման Ծառուկյանին, վերջին անգամ հենց Արման Ծառուկյանի հետ էր մենամարտում։ Так, սկսված է։ Շատ շուտվանից չեմ խաղացել, մատ հիշենք։ Այս սրա համար դուք պետքա իջնեք ու բաժանորդագրվեք ալիքին։ Այս ինչ էր։ 10 վայրկյան անցավ գոնե։ Ես չեմ անում ոչ մի առաջադրանք, անցնում ենք առաջ։ Ուղղակի իդեալական վիդեոյի սկիզբ։ Պտտում ենք երկրորդ անգամ։ Так, ինչ կընկնի այս անգամ։ Minecraft չէ, GTA 5 թե FIFA։ Հիմա բացատրեմ թե FIFA ինչ է նշանակում։ Так, մտնում ենք FIFA։ Ուրեմն նախ եւ առաջ բացատրեմ թե ինչու է կայանում այս առաջադրանքը։ Ես պետքա մկրատ գոլ խփեմ, սակայն առաջին խաղակեսում։ Ես ունեմ 45 րոպե ժամանակ, ու խաղով 45 րոպե ժամանակ, իսկ իրականում դա 5 րոպե է։ Այսինքն 5 րոպեում պետքա փորձեմ FIFA-ով մկրատ գոլ խփել։ Ընտրենք թիմերը, ինձ թվում է հենց Real Barcelona-ն արժի թողնել։ Ինձ թվում է կարելի է սկսել, բայց մինչ սկսելը խնդրում եմ փոքրացեք վիդեոն դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին, եկեք փորձենք հասնենք 1000 լայք։ Ասեմ, որ խաղալու եմ ոչ ամենաբարդ ռեժիմով, այլ նախավերջին ռեժիմով բարդությամբ, քանի որ ամենաբարդ ռեժիմին 5 րոպեում գոլ խփելը համարյա անհնար կլիներ։ Так, խաղը սկսված է։ Տլեցին գնդակը։ Так, լավ փոխանցում էր։ Առաջին փորձը չխլեցին։ Գրեք կոմենտներում ձեր ամենասիրած խաղը, ես անպայման չորին։ Так, միգուցե այստեղից փորձեն գոլ խփել։ Չէ։ Ես ռեալ շանս է։ Չէ։ Լավ եմ պաշտպանվում։ Մի րոպե։ Սխալվեց, լավ է։ Մենք էլ սխալվեցինք։ Իրանք էլ սխալվեցին, ինչ սխալների երեկոյա, так փոխանցում։ Անցավ, բայց ոնց որ թե ամխաղից դուսեր ամել չէին կարող ասենց տնից։ Շատ լավ է։ Փոխանցում։
Օ, առաջին ամենառեալ փորձը ինձ թվում է։ Հմ, Ժողովուրդ, նաև կոմենտներում գրեք ձեր ամենասիրած ֆուտբոլային ակումբը, ինչ շատ հետաքրքիր է, էլի չէ որ հարթ է իրականում մկրատ գոլֆելը փոստերում։ Երբ դու խաղում ես ու այդ խաղի ընթացքում բայդակ է ստացվում, այդ հեշտ է, բայց երբ որ դու ուզում ես միմային տենց գոլֆել, գիտեմ ինչի բարդ է։ Օ, բայց ժամանակն էլ է սուղ, ժամանակ ընդհանրապես 15 րոպե։ Իրական կյանքում այդ երևի 2 րոպեից քիչ։ Ինչ սխալ փոխանցում էր։ Կարոտ պետք է խլեն գնդակը։ Ok, մնաց կարելի ասել 5 րոպե ընդհանրապես խաղի միջով։ Ok, փոխանցում։ Ok, վերջին շանսերից։ Օյ, շատ լավ է, եւս մեկ առաջադրանք արված է, հələ 5 րոպե էր ընդհանրապես մնացել։ Շատ լավ է։ Այս գոլի համար ինձ թվում է լայքի արժանի է այս վիդեոն, հələ։ Դե ինչ անցնում ենք հաջորդ առաջադրանքին, գնանք տեսնենք թե հաջողության անիվը մեզ ինչ առաջադրանք է տալիս։ Так, պատտում ենք նախավերջին անգամ, այսինքն կարելի ասել վերջին, որովհետև որը որ ընկավ, պարզավոր հաջորդն էլ են մյուսն է լինելու։ Так, GTA 5 թե Minecraft։ GTA 5։ GTA 5 փախնել 5 աստղից։ Ուրեմն հաջորդ առաջադրանքը մեզ մոտ GTA 5-ում է, վստահ եմ բոլորդ էլ գիտեք այդ խաղը, մեր առաջադրանքն է փախնել 5 աստղ ռոզիստից։ Ինչու՞մ է կայանում այդ առաջադրանքը, ովքեր չգիտեն, բացատրեմ։ Մենք պետք է GTA 5-ում խախտենք այնքան կանոններ, այնքան հանցագործություններ անենք, որ մեր հետևից ընկնի կարելի ասել քաղաքի ամբողջ ոստիկանությունը։ Իսկ եթե 5 աստղի է հասնում այդ ամեն ինչը, ապա վերտալյոտներով, ինչ ոչ նաև տանկերով, մի խոսքով 4 անկյունից գալիս են քեզ վրա ու շատ բարդ է փախնելը։ Չգիտեմ, շատ բարդ է անել այդ առաջադրանքը ու նաև ինչու է բարդությունը, որ ես նախ պետք է այդքան հանցագործություն անեմ, որ մի հատ էլ փախնեմ։ Այնպես որ շատ հետաքրքիր առաջադրանք է մեզ սպասվում, գնացինք, փորձենք անել։ Так, մեր Ֆրանկլինը արթնանում է, բայց չգիտի իրան ինչ որ է սպասվում, ինձ թվում է արժի մի հատ շորերը փոխել, որտեվ ով է մայքով գնում մարդկանց տրակացնելու, ինձ թվում է արժի ակնել այս սմոքինգը, աստծում շալվարով գնանք հանցագործությունները անելու, так, արագ, Բերտուրը, Image այլոց GTA 5-ը երևի թե իմ ամենասիրելի խաղերից է PlayStation-ի համար, իսկ ինչպես գիտեք, շուտով դուրս է գալու GTA 6։ Так, նստում ենք մեր մեքենան եւ ուղևորվում նախ մենք պետք է ճիշտ է գնանք հրացանների խանութ, որպեսզի առնենք տարբեր հրանոթներ, ինչ որ հրացաններ, որպեսզի անենք մեր սև գործը, այսպես ասած։ Так, 1 կիլոմետր ընդհանրապես պետք է քշենք, որպեսզի հասնենք հրացանների վայրը։ Ոնց հակա։ Համարյա հասնում ենք։ Так, հասնում ենք համարյա։ Վերջ գնում ենք դեպի հրացանների խանութ։ Так, ինձ թվում է sense փոքր պիստոլետներ չարժե առնել, մեզ պետք են իրական հրանոցներ ուղղել։ Օ, հեսա։ Մի հատ Ես ունեմ այս բոլոր զենքերից, մեզ հարկավոր են փամփուշտներ, մաքսիմում փամփուշտ,
Այս սրանից լիքը համբույրներ ինչ են թանկ է։ Սրանից չարժի երևի թե։ Լավ, չգիտեմ ինչա առնենք ամեն դեպքում։ Առնենք այս տակինից լիքը համբույր պարտադիր։ Ու ցանկանում եմ գնել մի քանի հատ, տեսնեք հիմա ինչ էր։ Так, սրանց ենք առնում, սրանից չի խանգարի։ Ու ինձ թվում է երիքա։ Կարող եք գուշակել, թե որտեղից եմ ցանկանում սկսել մեր հանցագործությունները։ Գուշակեցիք։ Այո, հենց այս խանութից։ Ինչու ոչ։ Սկսում ենք, վերցնում ենք մեկ հատ, տեսնում եք ինչ, և բացում ենք դուռը, փախի։ Մեկ աստղ, ինչպես տեսնում եք, աջ վերև է ընկնում, արդեն ունենք, իսկ մեզ հարկավոր է 5 աստղ։ Так, ինչ արժի անել։ Արժի ավտոմեքենաներ տրաքացնել, ինչու ոչ։ Այս սրանով։ Ուղ, հələ որ չի ավելանում աստղերը։ Ինր է լազում։ Գնք։ 2 աստղ արդեն։ Ոստիկանները մոտիկանում են մեզ, մի ավտոմեքենա արդեն եկավ, իսկ թվում է նստենք մեր ավտոմեքենան, բայց չէ, եկեք երկու մեքենաները ոչնչացնենք նոր։ Այս մեկ, 3 հոստով արդեն։ Այս 2, այս 3, կարևորը մենք էլ չտրակենք, նստի, հաղթում ենք որոդ, հետ։ Ինչ։ Մեր ավտոներ ինգով պոժոր։ Ինչն եմ, ես լեմ տրոքելու փախի։ Փախի։ Արդեն ամեն ինչ շատ վատ է։ Так, մեզ ավտոմեքենա պետք նոր։ Так։ What racket։ Արագ։ Ինչ արած։ Ինչպես տեսակ մեզ այո, եթե ես ուրեմն էլ չեմ կարող երկրորդ անգամ անել առաջադրանքը։ Ինչպես տեսակ մեր առաջին ձախողումը։ Դե ինչ, պետք է պատտեմ անհաջողության անիվը ու տեսնեմ, թե ինչ առաջադրանք ավելի ճիշտ պատիժ պետք է անեմ։ Մնաց մեզ եւս մեկ առաջադրանք, գնացինք։ Так, պատտում ենք հաջողության, ավելի ճիշտ անհաջողության անիվը, շատ դաժան առաջադրանքներ կան։ Так, մենակ սառը ջուր գլխին չէ, լիմոն թե ումզու։ Լիմոն։ Լիմոն։ Так, ուրեմն անում ենք մեր այսօրվա վերջին առաջադրանքը։ Ուրեմն, ռուլետկայով չերևաց, հիմա այսպես ասեմ, մենք խաղալու ենք Minecraft, վստահ եմ բոլորը գիտեք Minecraft-ը, ու մեզ հարկավոր է գտնել ալմազ, ու ովքեր գիտեն թե ինչպես բարդ է գտնել ալմազ, մանավանդ մեզ տրված ժամանակահատվածում, իսկ որքան է մեզ տված։ Իսկ մեզ տված է ընդամենը 10 րոպե, 10 րոպեվա համար ուղղակի շատ բարդ է գտնելը։ Մեզ պետք է UFC-ի նման բախնես բերի, որ կարողանանք տենց շուտ գտնել։ Լավ, ինչ արած, սկսում ենք։ Հիմա ստեղծեմ աշխարհը ու
Սկսենք որոնումները։ Ինձ ինչ որ պաշտպանվելու միջոց կրակ ոչ մի բան չեմ հասցնելու ստեղծեմ, մի անգամից վազում եմ ու փորձեմ գտնեմ almost։ Թե չէ չեմ ուզում եւս մեկ անգամ պատժվել։ Так, սկսվեց, ուրեմն ես անկեղծ ասած PlayStation վերջի անգամ չեմ հիշում երբ էի խաղացել, բոլոր խաղերի խաղալու ձևերը մոռացել եմ, так։ Ֆինալը թռնելը հիշեցինք։ Ոյ, սուրեր ինքո, կարող ստեղ լինի։ Չէ, այստեղ ջուր էր։ Ժողովուրդ, գրեք կոմենտներում, անցել եք ամբողջությամբ Minecraft-ը, ես միշտ ուզեցել եմ, բայց հավես չեմ արել, գիտեմ ինչի։ Так, մեր ժամանակը գնում է շատ քիչ է, մեր ժամանակը դրա համար ինձ թվում է շատ արագ պետք է գնանք գտնենք շախտա։ Ինչ։ Չեմ հավատում, սենց հեշտ գյուղեր գտան։ Կարող է սրանց մոտ ինչ-որ պատկերացնի սրանց մոտից ալմազ գտնենք։ Դու մտի։ Նո էլ վերև։ Հիմար ժամանակի կորուստ արագացրու։ Էդ, արագ էդ։ Գնացինք արագ։ Ահան հենց դիմացներս ոնց որ թե շախտայի մուտքը։ Չէր ուտելի, բայց փորձենք շրջանցենք։ Так, տեսա ածուխեր տեսա, այնպես որ հնարավոր է եւ լինի ալմազ այստեղ։ Ինչ մութ է։ Նա վերև նայեք, արագ փոխնում ենք ստեղից։ Տեսակ, կրիպեր այթեց ու մեր բախտը բերեց ջրի մեջ էինք։ Ինչ անենք, որ ուղղությամբ գնանք, մեր ժամանակը ես 99% վստահ եմ, որ չենք կարողանալու գտնենք, ահա գնում ենք։ Մենակ թե դիմացներս մի հատ էլ կրիպը։ Բախտներս բերեց հենց ասածից վրա։ Այթեցինք մնա 4 սիրտ ընդհանրապես մեզ։ Դիմացներից էլ են բանն ախարն է գալիս։ Եթե հանկարծ մեզ թունավորելա վերջ։ Հաշվեք, որ վերջ ժողովուրդ, մեկ աստղ։ Մի աստղ ընդամենը։ Կհասցնեմ բուժվեմ։ Վերջին առաջադրանքը նույնպես չկարողացա անել։ Ինչ արած ունեմ արած 2 առաջադրանք եւ ունեմ չարած եւս 2 առաջադրանք։ Հիմա պատտեմ անհաջողության անիվը, տեսնեմ ինչ առաջադրանք պետք է անեմ, ինչ պատիժ։ Так, պատտում ենք ու հասկանանք թե որ առաջադրանքն եմ կատարում այս անգամ։ Մենակ թե սառը ջուր գլխին չէ, խնդրում եմ։ Ումցու չէ, անել ժիմ 10 հատ տուրնիկի վրա։ Էլի բավականին հեշտ առաջադրանք է։ Եթե ցանկանում ես տեսնել թե ինչպես եմ կատարում առաջադրանքը, ապա անցիր նկարագրությունների բաժնում դրված հղումով եւ դիտիր տեսանյութը։ Դե ինչ այսքանն էր մեր այսօրվա վիդեոն, վստահ եմ բոլորի դուր եկավ։ Գրեք կոմենտներում ցանկանաք տեսնել երկրորդ մասը։ Իսկ ձեզ հետ է ես Ալեքսը, լավ մնացեք, ցտեսություն։ Պակա։